Օգտվելով իմ արտահայտելույթի իրավունքից կխոսեմ այս կարևոր օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, այնուհետև ձայնը կտրամադրեմ հարգելի, սիրելի, ճգնաղ նախարար Արփինե Հովհաննիսյանին։ Տիգրան Նուրիխանյանի ականջն էլ կանչի։ Հարգելի գործընկերներ, հարգելի նախկին Քարյակ դաշինքի հարգելի ներկայացուցիչներ, թույլ տվեք ներկայացնել իմ մոտեցումները այս կարևորագույն օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հարց համար 1. Մենք ունենք անհրաժեշտություն այս հարցի եւ սա ներքաղաքական, հասարակական նորակարգային հարց է թե չէ։ Իհարկե այո, եւ անկախ նրանից սա իշխանությունն է ներկայացնում, ընդդիմությունն է ներկայացրել, պահանջել, փաստը այն է, որ այսօր կառավարությունը եւ իշխանությունը, որի պատասխանատուն նաեւ հանրապետական կուսակցությունն է նախ եւ առաջ, ունի քաղաքական կամք, ունի համարձակություն գնալու այս քայլին եւ պայքարել ապօրինի հարստացման դեմ։ Բնական է, որ այս կարևորագույն ռեֆորմը, իսկ այս օրենսդրական նախաձեռնությունը ինքը ռեֆորմ է, որովհետև ինքը կանխելու է անկախ ստեղ հնչած գնահատականներից, ինքը օրենսդրորեն կանխելու է բոլոր այն հնարավոր չարաշահումները եւ չարաշահողներին, ովքեր որ գնալու են ապօրինի ճանապարհով։ Բավարար է թե բավարար չէ։ Այստեղ մենք կարող ենք երկար բանավիճել, որովհետև ունենք տարբեր կարծիքներ։ Իհարկե, ես էլ եմ մաքսիմալիստ այս հարցում, պարոն Բագրատյան, հարգելի պարոն Զուրաբյան, տիկին Զոհրաբյան, տիկին Վիշարյան, հարգելի տիկին նախարար, բայց մարաթոնյան դիստանցիան սկսում է առաջի քայլից։ Անհնար է մի քայլով հասնել ֆինիշի։ Պետք է ստարտ տալ։ Հիմա բոլորդ ասում եք 91 թվականից սկսեք, ինչու երեք չեք սկսել։ Սկսեք բարեկամներ, որը բոլորդ այստեղ եղել եք ձեր ժամանակ իշխանություն։ Բոլորդ։ Հիմա այսօրվա իշխանությունը եկել է եւ նախաձեռնել է։ Ձեր գաղափարն է, շատ լավ է, ուրեմն ապրի այս իշխանությունը, որ այնքան լայնախոհ է, որ կարողանում է ընդդիմության դրական գաղափարները կյանքի կոչել։ Երկրորդ, սա պետք է շարունակություն ունենա, իհարկե պետք է, բայց սա չպետք է լինի մահակ, նաև քաղաքական հետապնդումների համար։ Շատ ճիշտ է տիկին նախարարը, սա չպետք է լինի մահակ քաղաքական հետապնդումների համար։ Երրորդ, հրապարակայնության հետ կապված, որպեսզի այնպիսի տպավորություն չստեղծվի, որ ընդդիմադիր պատգամավորները պատրաստ են ասել փորձաքննություն, իշխանությունն էլ պատրաստ չի, գոնե այս պահին դահլիճում ներկա բոլոր իշխանական պատգամավորները, այդ թվում նաև ես, պատրաստ ենք։ Ուզում եք լրագրողական հետաքննություն սկսեք, ուզում եք ընդդիմադիր հետաքննություն սկսեք, ուզում եք միջազգային փորձագետներ հրավիրեք, որևէ խնդիր չունենք։ Այո, գողը պետք է նստի բանտում եւ այս հարցում պետական բյուջեից փող գողանալը բարոյական չէ։ Եվ այստեղ ես որպես հունական ծագում ունեցող ազնվորություն կողմ եմ այն դրակոնյան օրենքներին, որոնք դեռևս մեր թվականից առաջ 6-րդ դարում եղել են Հին Հունաստանում։ Բյուջեից փող գողանալը պետք է լինի դատապարտելի։ Ոչ թե պետք է ասենք ինքը նենց հունարով տղա է, էլի, իսկ մեր մոտ ինչ ա եղել, նաև հասարակության մեջ, այն պաշտոնյան, որը որ աշխատավարձով ապրում է, որը որ բիզնեսներ չունի, որը որ մոնոպոլիաների մեջ չկա, կարող է ասել, դե հարիսի մեկն է, էլի, այսքան աշխատես մի բան չունի, մենք պետք է մտածելակերպը փոխենք ժողովրդի, մենք պետք է մտածելակերպը փոխենք, եւ տիկին նախարար, կառավարության այս նախաձեռնությունը նախ եւ առաջ բարեփոխում է մեր ուղեղներում, բոլորիս, որ մենք ունենք այդ քաղաքական կամքը գնալու առաջ,
բայց շատ ավելի ռադիկալ միջոցներով գնալը, պարոն Զուրաբյան, կարող է մի քիչ վտանգավոր լինել։ Դրա համար ես որպես ազգային պահպանողական ուժի ներկայացուցիչ դանդաղ շտապելու բնականոն ճանապարհով բարեփոխումների միջոցով խնդրի լուծման կողմնակից ենք։ Շնորհակալ եմ ուշադրության համար եւ բոլորին կոչ եմ անում կողմ քվեարկել այս կարևորագույն օրենսդրական նախաձեռնությանը եւ այս ամբիոնից սիրով հրավիրում եմ եզրափակիչ ելույթի համար հարգելի, սիրելի նախարար Արփինե Հովհաննիսյանին, համեցեք։